Երեք հայտարարեցինք, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, ինչը շատ կարևոր հանգրվան է խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շարունակելով. Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի և մյուս մանրամասների շուրջ։ Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Կա երկկողմ պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև տրանսպորտային տրանզիտ տնտեսական հարցերով։ Մեր մոտեցումը ապաշրջափակմանը հայտնի է, փոփոխություն չկա, ասաց նախարարը հավելելով, որ Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և օրենսդրության ներքո։ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրում է. Ադրբեջանի արձագանքը խաղաղության համաձայնագրին անակնկալ էր և անգամ անսպասելի։ Ըստ էության այն պետք է լավատեսության հիմքեր տար, բայց ցավոք սրտի վստահության պակասը կասկածների մեծ դաշտ է բացում։ Ունենք այն, ինչ ունենք, և ունեցածից հրաժարվելը պատերազմի վերսկսման պատճառ կարող է դառնալ։ Հետևաբար կասկածները ցրելու և երաշխիքները ամրացնելու համար կցանկանայի, որ Հայաստանի իշխանությունն առաջիկա օրերին աներ հետևյալ քայլերը։ Կարևոր եմ համարում նաև նշել, որ առաջարկներս իրատեսական են, քանի որ ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ներուժի և ինքնիշխանության տիրույթում են։ Առաջին. առաջարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դառնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի երաշխավոր։ Երկրորդ. առաջարկել ԱՄՆ կառավարությանը նախաձեռնել գործընթաց Հայաստանի Հանրապետության հաղորդակցուղիների վերաբացման և առաջին հերթին միջին միջանցք ծրագրով երկաթուղային ցանցի արդիականացման և ամերիկյան շարժակազմերով համալրման ուղղությամբ։ Եվ երրորդ. առաջարկել ԱՄՆ իշխանությանը ներդրումային մասնակցություն ունենալ Հայաստանի բնական ռեսուրսների շահութաբեր ոլորտում և որպես առաջին քայլ Քաջարանի բազմամետաղային հանքավայրի ձախ ափի լիցենզիա տալ։ Վստահ եմ, որ այս առաջարկները օգտակար են և որևէ պարագայում չեն կարող վնասել, ավելին, ամերիկյան կողմից դրական արձագանք ունենալու հավանականությունը շատ մեծ է։ Խաղաղության հաստատման գործընթացին ընդառաջ գնալը դրական կլինի ինչպես ԱՄՆ նորընտիր իշխանության վարկանիշի համար, այնպես էլ հիմք կդառնա երկարատև խաղաղության, հաղորդակցուղիների վերաբացման և տարածաշրջանային ներուժի բալանսավորման առումով։ Եվ այսպես, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանն ընդունել է խաղաղության պայմանագրի տեքստի չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները և պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունն ավարտված է։ Դրան արձագանքել է Հայաստանի արտգործնախարարությունը, հաստատելով Բայրամովին, սակայն այստեղ ասելով, որ հայկական կողմը պատասխանելով Ադրբեջանին առաջարկել է համատեղ հայտարարությամբ արձանագրել պայմանագրի բանակցության ավարտի մասին, սակայն ադրբեջանական կողմը գերադասել է միակողմանի հայտարարությունը։ Այս մանրամասնությամբ Հայաստանի ԱԳՆ-ն թերևս փորձ է անում պատասխանել այն հարցադրումներին, որ Հայաստանի Հանրության մոտ առաջացրել է Բայրամովի հայտարարությունը։ Ինչու Հայաստանի Հանրությունը հերթական անգամ կարևորագույն տեղեկատվությունը ստանում է Ադրբեջանից, իսկ Երևանը այսպես ասած հաստատողի կամ հերքողի, հետևից գնացողի դերում է։ Այս պարագայում էլ, եթե անգամ առաջնորդվենք Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությամբ, ապա ինքնին այդ դրվագն առնվազն թույլ է տալիս եզրակացնել, որ տեղի ունեցած ըստ էության ոչ թե համաձայնություն է և բանակցության ավարտ, այլ պարզապես ադրբեջանական պահանջների միակողմանի իրագործում։ Եթե Ադրբեջանը կարող է այդպես խախտել բանակցային էթիկան և համատեղ հայտարարության փոխարեն գերադասել միակողմանի հայտարարությունը, ապա բարդ է պատկերացնել, որ բանակցությունն ու դրա արդյունքը կարող էին էապես տարբեր լինել այդ պատկերից։ Բոլոր դեպքերում հասարակության հարցերն ու կասկածները կարող է ցրել մի պարզ գործողություն՝ բանակցված և համաձայնեցված պայմանագրի հրապարակում։ Եթե կողմերը պաշտոնապես հայտարարում են բանակցության ավարտի մասին, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է հանրությանը ներկայացնել այդ բանակցության արդյունքը։ Համենայն դեպս Հայաստանի Հանրությունը պետք է կառավարությունից պահանջի հրապարակել փաստաթուղթը, եթե այն բանակցված և համաձայնեցված է, եթե հայտարարվել է տեքստի շուրջ բանակցության ավարտ։ Երբ տեքստը գաղտնի է բանակցության ընթացքում, ապա դա միանգամայն տրամաբանական է։ Կա գործընթաց, դիվանագիտություն, որը ենթադրում է նաև փակ ռեժիմ, բայց հայտարարվում է, որ այն ավարտված է, իսկ ԱԳՆ-ն Հայաստանի
հայտնում է, որ պատրաստ է սկսել քննարկել ստորագրման ձևաչափն ու վավերացման հետ կապված հարցերը։ Հետևաբար չկա պայմանագրի տեքստը փակ պահելու պատճառ եւ այն պետք է ներկայացվի հանրությանը, ինչից պարզ կլինի, թե որքանով է փաստաթուղթն արտացոլում շահերի հավասարակշռություն եւ որքանով է արտացոլում շանտաժի ներքո թելադրված միակողմանի պահանջներ։ Եվրախորհրդարանում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները խորագրով քննարկում։ Դրան մասնակցել է էներգետիկայի հարցերով Եվրահանձնակատար Դան Յորգենսենը։ Քննարկման եզրափակիչ ելույթում նա հայտարարել է, որ ԵՄ հանձնաժողովը հետևում է այս տարվա հունվարի 17-ից Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարություններին։ Մենք տեղյակ ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել մեղադրյալների նկատմամբ դատավարությունների արդարության եւ նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված։ Ձեզանից շատերն էլ այսօր նման մտահոգություններ հայտնեցին այստեղ։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ մտահոգություններին եւ ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է ապահովվի եւ հարգվի, շեշտել է հանձնակատարը, հավելելով, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը նույնպես ուշադիր հետևում է զարգացումներին եւ Բրյուսելի մտահոգությունները փոխանցում Ադրբեջանի իշխանություններին։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ ԵՄ-ի համագործակցությանը, Յորգենսենը նշել է, որ այն հիմնված է մի քանի սկզբունքի վրա, այդ թվում մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը։ Եվրամիությունը կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են պատշաճ գործընթացի եւ արդար դատավարության իրավունքները։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները Ադրբեջանին կոչ անելու կալանավորների համար ապահովել արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ եւ անաչառ հետաքննվեն, ընդգծել է նա։ Եվրահանձնակատարի խոսքով Բաքվի զինվորական դատարանի դատավարությունները շոշափում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու խաղաղ, կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման շատ ավելի մեծ հարցը։ Մենք շարունակում ենք կոչ անել եւ Հայաստանին եւ Ադրբեջանին հիմնվել իրենց ձեռքբերումների վրա եւ շարունակել առաջընթաց գրանցել հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին։ Կարևոր է, որ երկու երկրների կառավարություններն էլ իրենց հասարակություններին տանեն այդ ճանապարհով։ ԵՄ-ն կշարունակի աջակցել այս գործընթացին մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներով։ Մենք պատրաստ ենք օգնել կողմերին իրենց երկխոսության մեջ ուղղված կայուն խաղաղության հասնելուն, խոսքը եզրափակել է նա։